Ընտրական օրենսգիրքը երկու այդպիսի դեպք է, հա, նախատեսում, մեկը գրանցումը չեղյալ համարելու, մեկը անվավեր ճանաչելու, ինչ կոնկրետ ձեր պահանջը որն է։ Տեսեք, ընտրական օրենսգրքով սահմանված հնարավորությունները երկուսը չեն, շատն են։ Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովը կենտրոնական անվավեր ճանաչի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03-05-26 թվականի համար 69 գիծ A որոշումը։ Առաջի կետով պահանջը հետևյալն է, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր այդ գրանցումը ԿՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելուն։ Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից եւ նման պահանջով դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Հիմքերը կներկայացնեք, օրինակ, դուք ինչու եք կարծում, որ ուժեղ Հայաստանի գրանցումը պետք է անվավեր ճանաչի։ Տեսեք, հիմքերը կարելի է մեղմ ասած ճչուն են, արդեն որ երրորդ ամիսն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, հասարակական գործիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա եւ կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Կոնկրետ արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսակցույց կա արտասահմանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստանի Հանրապետության տեղափոխելու մասին, որոնք գալիս են, տեսնում եք, լրագրողական հետաքննություններն էլ են դա ցույց տալիս, մարդիկ մեքենաներով գալիս են զուտ այդ օրը ստիպողաբար կարելի ասել պարտադրված ընտրությանը մասնակցելու, իրենց սրտի թեկնածուին այսպես ասած ընտրելու, որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու եւ ուրեմն երկրի տարածքը անմիջապես հենց ընտրությունների հաջորդ օրը լքելու միտումով։ Այս ամեն ինչը միտված է խափանելու ընտրությունների բուն բնականոն ընթացքը եւ կարծում ենք այս առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեցել են անելիք եւ կարծում եմ, որ չեն արել։ Հիմա մենք էլ երեկվա բանավեճից հետո տեսակ ինչ տեղի ունեցավ, Հանրապետության վարչապետը նաեւ մեղադրանք հնչեցրեց ուրեմն արևմտամետ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Արամ Զավենի Սարգսյանի հասցեին առայն, որ մենք ենթադրվում է, ընկալումը ստեղծվեց այնպիսին, որ իրենք ինչ-որ գործիքներով, այսինքն սահմանափակված են, չեն կարողանում դիմել այդ քայլին, բա դուք ինչի չէիք դիմում, եւ Արամ Սարգսյանը անմիջապես էլ պատասխանեց, որ մենք պարբերաբար արդեն որրորդ ամիսն է բարձրաձայնում ենք այդ հարցերի վերաբերյալ, եւ եթե ձեզ հարկավոր է այդ դիմումը, որպեսզի ձեր ձեռքերի կապանքները բացվեն, մենք կտանք ձեզ այդ գործիքը եւ այսօր մեր այս դիմումի իմաստն ու նպատակը գնդակը գործող իշխանության դաշտ փոխանցելն է։ Եվ հրատապության սկզբունքով եք հննվելու այս դիմումը, քանի որ 1 օր է մնացել այդ սկզբունքով։ Հրատապը կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ։ Ամեն դեպքում դիմումի քննության արդյունքում ԿՀ-ի որոշումը պետք է կայացվի մինչև ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, ըստ այդմ սպասենք զարգացումների։ Այսինքն կարող է նույնիսկ քվեարկություն լինել, հա, ժամկետները դարձին են գալիս, օրինակ քվեարկություն լինել մինչև որոշումը։ Այս հարցը պետք է լուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը։ Հա, այսինքն այսօր վաղը։ Նույնիսկ դատարանով մինչև ժամը 12:00, 24:00, այո։ Դատարանն էլ իր որոշումը, եթե դատարան է հասնում։ Այսօր կամ վաղ առավոտյան մինչև պետքա որոշում կայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով եւ առավելապես ջանալով չզրկել մեզ դատարանի իրավունքից,
Դրա համար պետք է առավել հրատապ քննի այս դիմումը, որպեսզի այնուհետև մերժելու դեպքում մենք 24 ժամվա ժամանակ ունենանք վարչական դատարան դիմելու։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ բավարարում է ձեր դիմումը, ոչ էլ ինքն է դիմում վարչական դատարան, դուք բողոքարկելու եք այն։ Տենց իրավիճակ չկա, կամ բավարարում է, կամ չի բավարարում, չդիմելով չի բավարարում։ Այդ դեպքում ինչ է լինում։ Բայց դուք կարող եք Այդ դեպքում մենք վիճարկում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ հանձնաժողով։ Իհարկե դա քաղաքական որոշման հարց է, կուսակցությունը պետք է որոշի, բայց իրավական հնարավորությունը կա վիճարկելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ես հույս ունեմ, որ այո, մնացածը արդեն քաղաքական ուժը կասի։ Հարցի պատասխանը հնչեց, որ որոշման արկայության դեպքում մենք կայացնենք քաղաքական որոշում քննարկելու այդ իրավիճակի այդ բողոքարկման նպատակահարմարության հարցը։ Տեսեք, օրինակ պայմանականորեն ընդունենք, եթե ձեռնարկված բոլոր այդ կոռուպցիոն մեխանիզմները, ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմները, ընտրությունների վերջնական արդյունքների վրա մեծ հաշվով ազդեցություն, այսինքն չթողնեցին այն ակնկալվող արդյունքը եւ ըստ էության այն քաղաքական ուժերը, որոնք որ նպատակամղված են այդ գործիքակազմով հասնել իրենց համար ակնկալելի արդյունքի, տապալվեն, ինչը որ մենք հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կգտնվի գիտակից եւ ըստ արժանվույն կգնահատի բոլորի այս քայլերը, բոլորի մղումները հասնել իշխանության եւ բան չի մնացել երկու օրից հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացիները իրենց խոսքը կասեն եւ հուսով եմ չեն ստեղծի այնպիսի մի իրավիճակ, որ մենք ստիպված լինենք այս հարցով գնալ դատարան, այլ իրենց արդարադատությունը, իրենց քվեով, իրենց քվեարկությամբ կիրագործեն։